ինչպես դուք նշեցիք, կոշտ հայտարարություններ արեց Ուկրաինայի լրագրողի, չէ, հարցինի պատասխան Ռուսաստանի նկատմամբ նախ նշեց, որ ցարիզմի ժամանակ իրենք եղել են գաղութ, օկուպացված, երկրորդ բոլշևիկների ժամանակ, այո, բոլշևիկների ժամանակ եղել է Խորհրդային Միություն, իր հայրն էլ բոլշևիկների կառավարությունում փոխվարչապետ էր, տեսնում եք ինչ գաղութ էր, այտենց էլ է պատահում, չէ, KGB-ի բացի KGB, փոխվարչապետ է եղել, ԽՍՀՄ փոխվարչապետ իր հայրը, ԽՍՀՄ-ի ժամանակ Ադրբեջանը օկուպացված էր, Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշումը անփոփոխ է, որ իրենք պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ խորհուրդ էր տալիս, որ անպայման ազատագրվի այդ տարածքները, օկուպացված տարածքները վաղտոջ պետք է ազատագրվի։ Այո։ Պարոն Ապետյան, տեսեք, այն, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրված են, դա ակներև դարձավ Ակտաուի ինքնաթիռի ավիաաղետից հետո։ Բայց ես մի բան նկատեցի, որ ռուսական կողմը իրեն բավական պատշաճ պահեց, եղավ ներողություն, եղավ կոմպենսացիա զոհված մարդկանց ընտանիքներին, այսինքն բայց այնպես ինչպես մեղավոր կողմը տվյալ պարագայում սովորաբար պետք է պահի։ Ընդ որում առաջին դեմքի մակարդակով արվեց Պուտինի մակարդակով հենց հեռախոսազանգ Ալիևին, ներողություն, թե այնտեղ բական հարցեր կային այդ ինքնաթիռի հետ կապված, ինչև է։ Այո, բայց Ադրբեջանը որ տրամաբանորեն պետք է ասել լավ, Ժորժ ջան, ընդունում ենք, հարթվել է միջադեպը։ Այո։ Գնաց ավելի սրման, ինչու։ Այդ քո ինչուին ես ասեմ ուկրաինացի լրագրողի հարցի ի պատասխան իր պատասխանը, ինչու։ Հիմա սա էլ է չէ սրում։ Գիտի չէ Ուկրաինայի թեմա Ռուսաստանում էր որքան զգայուն է։ Ու ցավոտ այո։ Եվ ընդ որում, ինչ խորհուրդ է տալիս մի երկի ղեկավար, որը Ռուսաստանի հետ ունի կնքած ռազմավարական գործընկերության պայմանագիր 22 թվականի փետրվարի։ Պատերազմից մի օր երկու օր առաջ, ճիշտ է։ Ինչ է ասում։ Ասված ցանկացած օկուպացիոն տարածքներ վաղտոջ պետք է ազատագրվի։ Ուզում ասի դուք պատերազմը շարունակեք։ Առավելս որ Ադրբեջանը Ուկրաինային նաև ռազմատեխնիկական համագործակցությամբ ռազմական օգնություն է ցուցաբերում։ Սա մենք արձանագրենք, հա, եւ որի վերաբերյալ Ռուսաստանը գիտի, առանձնապես տենց Ադրբեջան շատ չէ թաքցնում, բայց նաև ուրիշ իրողություն կա։ Հիմա ինչ պատասխան եղավ, օրինակ այդ կեցվածքին Ռուսաստանը իմ կարծիքով պատասխան է տվել։ Այսինքն արվել է հայտարարություն, սովորաբար հայտարարությունով են, չէ՞, պատասխանում։ Բայց այդ խոսքը, այդ գնահատականը Ալիևի ռուսական կողմը պատասխանեց Օդեսայի ափերի մոտ թուրքական մի նավի վրա հարձակումով, անօդաչու թռչող սարքով, որի անձնակազմի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ էին դեպ։ 11 հոգի։ Կապիտանը մինչև հիմա չեն գտնում, կապիտան ուր է։ Ամենայն հավանականությամբ Սև ծովի խորքերն հատակին այջել։ Հիմա պատասխանը վստահաբար ասենք ռուսական կողմը այդ թուրքական ընկերության նավը դա գիտի եւ անձնակազմի մասը գաղտնիք չի, Ադրբեջանի քաղաքացիներ հարվածեց։ Հիմա սա մենք կարող ենք ասել, դե հիմա նավը ուրիշ նավեր էլ է հարվածում ռուսական անօդաչուները, վերջին 10 օրվա ընթացքում երկնքում ունենալով բացարձակ առավելություն իրենց բալիստիկ հրթիռներով եւ ռեակտիվ շարժիչով աշխատող անօդաչուներով, նոր տիպի, որը 600 կմ/ժ արագությամբ թռչում, շատ մեծ արագությունա զենիթ-արտիլերային կայանքների համար չեն կարող եւ խոցել եւ 5 կիլոմետր, 5-ից 6 կիլոմետր բարձրության վրա, անխոցելի է։ Այսինքն ցանկացած թիրախ միայն հարվածի պահին, երբ որ իշխում է արդեն որ պետք է հարվածի, այդ պահին եթե կարողացան խփել, բայց դա արագությունն է մեծ էլի։ Հիմա կարող է պատական է, բայց ես գտնում որ պատական չի եղել այդ նավին խփելը։ Սա կոնկրետ մի կողմից թուրքականն է, մյուս կողմից ազնագազմը ադրբեջանցիներ։ Այսինքն ռուսական կողմը հիմա այն որ մենք 1 տարի, 2 տարի առաջ նայում ենք թե փորձում էր առավելագույն նույնիսկ որոշակի վիրավորանքներ կուլ տալով հարաբերությունները չսրել, ոչ միայն Ադրբեջանը, այդ թվում նաև Ադրբեջանն, բայց հիմա ռուսական կողմը կարող է շատ խիստ լինի։
կոնկրետ այդ նավը ինձ համար ցուցիչ է։ Սա կոնկրետ այդ Ալիևի խոսքի պատասխանն է։ Կամ ասենք, եթե մի քիչ էլ Ալիևը իրեն բանը ցինիկ պահեց, ռուսները շատ լավ գիտեն, չէ, ադրբեջանական համայնքի առանց են էլ խեղճացած, բայց ինչ որ մնացուկներ կան Ռուսաստանում, չէ, ֆինանսական, տնտեսական, կառավարչական, պաշտոնական, կարող անել, չէ, էլի անել։ Այսինքն այնպես չի, որ դու պատկերացնում եք հիմա, այսօր Ռուսաստանը երկիր մոլորակի եվրոպական միացյալ բանակի դեմ պատերազում է Ուկրաինայի տարածքում։ Իդեպ մեր պապերը նաև պատերազմել են Հիտլերի դեմ, որի դաշնակիցները եվրոպական բոլոր պետություններ են։ Բոլորը անխտիր չի եղել մի պետություն, որ լինի այդ դաշինքի դեմ։ Հիմա նույնն է։ Եվ պայքարում է բոլոր եւ ինչ որ մի Ադրբեջանի նախագահ իրան նման ցինիկ կերպով է պահում։ Եվ անում, այսինքն եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների իբր նորմալ պահում եւ արևմուտքի հետ, բայց եթե դու պահում ես, ապա գոնե նվազագույնը կոռեկտությունը պահի, էլի։ Եվ սա մարսում է։ Հիմա այդ մարսելը հիմա ասում եմ 2 տարի առաջ մի բան էր, հիմա այլ բան է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նկատմամբ էլ ինչ որ բան է Ռուսաստանը կոնկրետ այդ նավին խփելը հաջորդ օր եղավ, այդ հայտարարության իր գնահատականի հաջորդ օր այդ նավին խփվեց եւ 11 հոգի հիմա ինչ որ վիրավոր գտել են, նավապետն էլ չկա։ Ինչով է կարևոր Ադրբեջանը Ռուսաստանի համար, պարոն Նահապետյան։ Ասեմ այսպես, հա, գնահատենք Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ իր համար բացի ուկրաինական ճակատից այլ ճակատ չլինի։ Սա հաշվեք ստրատեգիական խնդիր է ինքը լուծում։ Այդ խնդիրը լուծելու կամ այդ իրավիճակը պահելու համար ինքը պարբերաբար որոշակի զիջումների է գնում։ Որոշ պետությունների մոտ, որին եթե կողքից այդպես նայում ենք, ասենք այդ պետությունով է, որ դրա մոտ ասենք Ռուսաստանը խեղճանում է այդ միջուկային գերտերությունը աշխարհում, թիվ 1 միջուկային գերտերությունը։ Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ հավաքական արևմուտքի, մասնապես Եվրոպայի ստրատեգների խնդիրը ռուս-ուկրաինական 1006-ից մոտ 2000 կիլոմետրանոց շփման ռազմական դարձնել, ասենք 10000, դու պատկերացնում եք 10000 կիլոմետր ռուսները պայքարում են, կռվում են։ Օրինակ ոնց 7-6 միայն Ղազախստան-Ռուսաստանը, եթե այդտեղ պատերազմ եղավ, աբեկիչներ բերեցին, լցեցին, Ղազախստանը արևմուտքի տակ պարկեց եւ ՆԱՏՕ-ի խնդիրները լուծեց, Ռուսաստանը համար մեծագույն գլխացավանք է։ Հիմա ճակատներից մեկը օրինակ կարան բացեն Կովկասում։ Մինչև Կովկասը շատ ավելի վտանգավոր տեղեր կան։ Մի քանի միլիոն Ռուսաստանի քաղաքացի Կալինինգրադի մարզում են ապրում։ Բլոկադայի մեջ տարածք կա։ Այնտեղ էլ Մերձբալթյան հանրապետություններն են։ Այդ բլոկադայի ծովային ցամաքային կապ չունի։ Ուրիշ բլոկադա է, մոտ 400,000 ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացի բնակվում են Մոլդավիայում, Մոլդավիայի Մերձդնեստրի հանրապետությունում։ Շրջափակված, անկլավատ, ցամաքային, ծովային ոչ մի կապ չունի։ Եթե մի կողմից ռումինական, մոլդավական զորքերը հարվածեցին այդտեղ, մյուս կողմից ուկրաինական խնդրեմա չէ, ռուսները ստիպված հսկական զորքեր են չէ՞ դե բերելու մասնակցելու, չեն տողի որ այդ 400,000-ին կոտորեն կամ Կալինինգրադի ժողովրդին կոտորեն։ Օրինակներ են բերում։ Այսինքն ստեղ էլ Մոլդավիան է, ինչպես ասում են, բանը ՆԱՏՕ-ի ծրագրերին լծակից։ Հիմա կանք հարավային Կովկաս։ Հարավային Կովկասն էլ է, նույնիսկ եթե Ռուսաստանը այդ պատերազմը չմտնի, բայց 3 հանրապետությունները եթե թշնամական են Ռուսաստանի հետ, վտանգ կա եւ այդ վտանգի պարագայում ռուսները ստիպված զորքեր են, չէ՞, կենտրոնացնելու։ Օրինակ, լսել եք, չէ՞, միշտ զորավարժություններ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան 2 օր առաջ է սկսեցին։ Ինչ են, այդ ինչ ում դեմ այդ զորավարժությունը հավանական թիրախ հակառակորդով է, ինչ շատ հետաքրքիր է։ Ովքեր է Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան։ Վաղը դες քանես իշխանությունը կա, վստահեցնում եմ, որ այդ զորավարժությունների մեջ հայկական զորքն է մտնելու, Հայաստանից էլ ստորաբաժանումներ լինելու։ Այսինքն հարավային Կովկասի 3 հանրապետությունները Թուրքիայի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հրամկազմի առաջնորդությամբ լինելու մասնակցել են զորավարժությունների։ Այդպիսի փորձ եղավ, սա նորություն չի, 1918 թիվ փետրվար-մարտ ամիս բրիտանացի հատուկ ծառայությունները անդրկովկասյան սեմով Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքներից միացյալ զորքեր էին ուզում ստեղծեին բանակ, որը պետք
պատերազմներ բոլշևիկյան Ռուսաստան դեմ նույն բանն է արվում։ Հիմա Հայաստանի սպաները կային հայկական բանակում արդեն։ Ինչպես բրիտանացի սպաներ հայկական բանակում էին։ Բրիտանացիները սարքեցին, որ հետո Թուրքիային նվեր տվեցին պարտությամբ։ Սա պահգա շատ ավելի մասնագիտական քննության նյութ է։ Ինչու մենք սկսեցինք ու մենք պարտվեցինք։ Հիմա սա ինչի համար եմ ասում, որ խնդիրը Հայաստանին ինտեգրելն է Թուրքիայի առաջնորդությամբ Հարավային Կովկասի նոր ստեղծվելիք ռազմական միավորին Բռունսկին։ Եվ սա արվելու է, եւ հիմա այդ գործընթացը արվում է։ Այդ ինչ է եղել, սա ոչ առաջինն է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի զորավարությունը համատեղ, ոչ վերջինը։ Բնականաբար։ Այսինքն մենք հիմա արձանագրում ենք, չէ՞, ՆԱՏՕ-ի ոչ անդամ Վրաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկրի առաջնորդությամբ զորավարություն են անում։ Այդտեղ մի օղակ է պակասում, այդ օղակը Փաշինյանով տանելու են մտցնեն, դա էլ Հայաստանն է։ Այսինքն Ռուսաստան դեմ հարավում ռազմական բռունցք է ստեղծում, թե այդ զորքերը Հյուսային Կովկասում ռազմական գործողություններ կանեն, թե չէ, էական չի։ Թուրքիան էլ 1941-ից մինչև 45 թիվ Խորհրդային Միության վրա չհարձակվեց, բայց մի քանի տասնյակ դիվիզիա չէ բերել Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Վրաստանի սահմանին կուտակել, չէ։ Խորհրդային Միությունն է ստիպված, որպեսզի թուրքական այդ ստորաբաժանումների դիվիզիաները շշվացնելով չմտնեին Խորհրդային Միության տարածք, մի քանի տասնյակ դիվիզիա էլ ինքն էր չէ ստեղ պահում, որոնք մարտի դաշտում կարող են չէ էական ազդեցություն ունենալ ինչ որ ուղղության վրա, այսինքն Կովկասյան ճակատում, բայց չէին անում, որտեղ վտանգ կա։ Դե հիմա խնդիրը, այսինքն այն ինչ որ հիմա արվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, շուտով Վրաստանում, Վրաստանի պահով ասում են դե ոնց Վրաստան, ասում հարգելիներս, Վրաստանի Սևծովյան այդ պետության տարածքի ամբողջ առափնյաշրջանում Պենտագոնի զորքն է եւ նավերը։ Դրանով ամեն ինչ ասված է, չէ՞, Վրաստանի հետ կապված։ Ամերիկան ձեռ չի տալիս, որ Վրաստանում իշխանությունը վերցնեն գլոբալիստ եվրոպացիներ, այս վերջին անցյալ տարվա փորձերը հիշում եք, չէ՞, իշխանափոխության, նախանցյալ տարի, 2 տարի անդադ փորձեցին։ Ամերիկացիներին ձեռ չի տալիս, այս իշխանությունները լավն են, կարևորը որ ռազմական ներկայությունը ապահովված է, ատեղել եւ կենսաբանական լաբորատորիաներով։ Հարավային Կովկասի կառավարման կենտրոնը կենսաբանական լաբորատորիաների, որի մեջ իդեպ միայն Հարավային Կովկաս չէ, այլ Միջին Ասիական Հանրապետությունների, Լուգարի կենտրոնն է, որը Վրաստանում է գտնվում։ Ցանկացած կենսաբանական լաբորատորիա Պենտագոնի զորամասը։ Կենտրոնը Վրաստանում, ինչու՞ հիմա կա։ Սևծովյան առափնյաշրջանում Պենտագոնի զորքն է։ Ամերիկյան զորքն է, հա, նավերով եւ այլն, Սուզա նավերով եւ այլն։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում, Հայաստանի ներքաշել այդ ամեն ինչի մեջ ընդհանուր մի խնդիր ունի։ Հարավային Կովկասում մաքուր հակառուսական 3 պետությունների միացյալ բանակ, որը կամ կմտնի պատերազմի մեջ, կամ չի մտնի, չգիտեմ, ռուսների դեմ։